Բարի լույս հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ինչ է առաջարկում Վաշինգտոնը Հայաստանի և դա ինչպես կազդի Հայաստանի ինքնիշխանության վրա։ Այս հարցերն են եղել 12 ժամ առաջ Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի քննարկման առանցքը։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ TRIP նախագիծը կարող է դառնալ օրինակ ամբողջ աշխարհի համար։ Ըստ նրա, սա մի մոդել է, որը թույլ է տալիս երկրին բացվել տնտեսական հնարավորությունների առջև, միաժամանակ լիովին պահպանելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պարզ ասած, Վաշինգտոնը փորձում է մի ծրագրի մասին խոսել, որը իրենց գնահատմամբ կարող է Հայաստան բերել բիզնես, ներդրումներ և տնտեսական ակտիվություն առանց ինքնիշխանության սահմանափակման։ Շարունակելու ենք աշխատել համաձայնության վրա, որը մեր կարծիքով հրաշալի օրինակ է։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի առաջ եւ տնտեսական բարեկեցության հնարավորություն է եւ դա անում է այնպես, որ որևէ կերպ չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է։ Այն նաեւ ճանապարհ է շարունակելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ամուր են եւ շարունակում են ամրանալ այս համաձայնությունների շնորհիվ, նաեւ TRIP նախագծից դուրս։ Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ակտիվ զարգացումը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը եւ առաջիկա համատեղ ծրագրերը։ Քննարկել են նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Կողմերը կարևորել են խաղաղության ինստիտուցիոնալիզացիան և այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթուղթը կհրապարակվի այսօր Վաշինգտոնի ժամանակով ժամը 17-ին, Երևանի ժամանակով գիշերը 2-ին։ Իսկ մոտ 1 ժամից Արարատ Միրզոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, նախարարը կներկայացնի համատեղ հայտարարության առանցքային դրույթները և կպատասխանի լրագրողների հարցերին։ TRIP ծրագիրը, որը Հայաստանը ներկայացնում է որպես խաղաղության խաչմերուկ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան որպես Զանգեզուրի միջանցք, շարունակում է մնալ տարածաշրջանային կարևոր նախագծերից մեկը։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կգործարկվի մինչև 2030 թվականը։ Մենք անցած տարվանից սկսել ենք Կարս-Իգդիր Արալակ-Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար։ Ադրբեջանն էլ է Նախիջևանի հատվածում աշխատանքներ իրականացնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ հանրությանը ներկայացրել է Ադրբեջանից ներկրվող պրեմիում տեսակի բենզինի առավելությունները։ Վարչապետի խոսքով դրա շնորհիվ այսօր Հայաստանում պրեմիում բենզինի գինը նվազել է 15%-ով։ Այսինքն նախկին 510 դրամի փոխարեն այժմ բենզինի 1 լիտրի համար կվճարեք 430 դրամ։ Իշխանությունը նշում է, որ սա խաղաղության օրակարգի արդյունք է, իսկ եղած մտահոգությունները ըստ նրանց տեղին չեն, ինչու լսենք։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ եւ այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն։ Իսկ ինչ է գնում Բաքուն բենզինի համար Հայաստանից ստացված գումարներով։ Միգուցե զենք է գնում ու զինում իր զինանոցը։ Եվ մինչ ամբողջ աշխարհը ավելացնում է իր զինանոցը, սպառազինության մրցավազքի մեջ չմտնելու մասին է հայտարարում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պարզվում է, գործող իշխանությունը ոչ միայն բանակցություններ է սկսել զրոյական ու հենց իրենց կետից, այլև ռազմական ոլորտի բյուջեն հաշվում է իրենց սկսած կետից ու արձանագրում դրական դինամիկա։ Պապիկյանի ասուլիսին ներկա է եղել իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ 2025 թվականին 1 միլիարդ դոլարով ավելացել է պաշտպանական ոլորտի ծախսերը, 19%-ով աճել է զորակոչը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հաշվետու ասուլիսի ժամանակ ներկայացրել նախարարության 2025 թվականի ձեռքբերումները։
որոնց շարքում ըստ նախարարի նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետների կրճատումն է։ Պապիկյանը վստահեցնում է, երրորդ հանրապետության շրջադարձային որոշումներից մեկն է։ Պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ է, շատ պարզ է ու կարծում եմ այստեղ տարընթերցումները ավելորդ են։ Նախարարը վստահ է, պայմանագրային հիմունքով ծառայության անցած զորքերն ավելի պրոֆեսիոնալ կլինեն։ Ըստ Պապիկյանի 2 տարվա ընթացքում միայն պաշտպան հայրենիաց ծրագրին միացել է 4000 մարդ։ Մինչդեռ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը պնդում է, վարձու բանակը չի կարող պրոֆեսիոնալ լինել։ Ասում են պայմանագրային ծառայողը կարա մինչև 700,000 դրամ աշխատավարձ տան, այսինքն իրանց պատկերացմամբ դա վարձու զինված ուժերը պետք է լինեն կամ վարձու բանակը կամ այսպես խոպանի նման տեղ պետք է լինի բանակ։ Պապիկյանը կարևոր է համարում նաև պահեստազորի վերադարձը բանակ, մասնավորապես 25-օրյա վարժանքները։ Մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին։ Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում, մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր, թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաև ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ըստ նախարարի ծրագիրն օգնում է պահեստազորի սպաներին վերհիշել անցածն ու արդեն մարտական հերթապահության ժամանակ հասկանալ մարտական խնդիրները։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ մեզ բացի նրանից, որ 25-օրյա վարժական հավաքների ժամանակ պետք է մեր պահեստազորին հիշեցնել իրենց նախկինում սովորածը, այլև պետք է այդ մարդկանց տեղում ցույց տալ իրենց ծառայության բնույթը եւ ձևակերպել նաեւ խնդիրները։ Ծրագիրը գուցե արդարացված լիներ, եթե մինչ այդ համակարգն անցած լիներ բավարար պատրաստվածություն, իսկ հիմա Արտակ Զաքարյանի խոսքով նախարարությունն ինքնախապեյությամբ է զբաղվում։ Դա արդեն ինքնախապեյությունը, դա արդեն խնդիրը չլուծելն է եւ չարդարացված գործողություններ, չհիմնավորված գործողություններ իրականացնելն է։ Իսկ ինքնախապեյությունը եւ ընդհանրապես խապեյությունը այս իշխանություն կոչվածների համար դա նորություն չի, իրանք դրանով են սնվում եւ դրանով են սնում հասարակությանը։ 2026 թվականին, եթե այս իշխանությունը վերընտրվի, ըստ Զաքարյանի, այս բարեփոխումները չեղյալ են հայտարարելու։ Ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարում է, իրենք մեծացրել են պաշտպանական ծախսերը, ձեռք են բերել արդիականացված զինտեխնիկա եւ շարունակում են բարեփոխումների ծրագրերը։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը հրաժարվեց անդրադառնալ ադրբեջանական կողմի պաշտպանական ոլորտի ծախսերին, պնդելով, որ իրեն չի հետաքրքրում այ երկրի ռազմական բյուջեն։ Բանակին առնչվող հարցերից հետո լրագրողները փորձեցին պարզել, թե ինչու էին զինված ուժերի ներկայացուցիչներին ստիպել մասնակցել եկեղեցու դեմ կազմակերպված ակցիաներին։ Նախարարը հերքեց այդ պնդումը, նշելով, որ ինքը մասնակցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ եւ որպես Հայաստանի պաշտպանության նախարար։ Սդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանի խորհրդարանական ընտրությանը 5 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել եւ քաղաքական ուժերն աստիճանաբար սկսում են հստակեցնել այն ձևաչափը, որով մուտք են գործելու ընտրարշավ։ Երեք ներկուսակցական քննարկումների ընթացքում կայացված իրենց որոշման մասին հայտնել են դաշնակցականները։ 135-ամյա կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությանը պատրաստվում է ոչ թե միայնակ, այլ դաշինքով մասնակցել։ 26 թվականին Հանրապետության ժողովը որոշել է մասնակցել եւ նախապատվություն տալ դաշինքային ձևաչափին եւ լիազորել այդ դաշնակցության գերագույն մարմնի այս ուղղությամբ սկսել բանակցություններ եւ քննարկումներ։ Այս որոշման շրջանակներում առաջիկայում մենք սկսենք մեր քննարկումները դաշինքի դաշնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար մենք արժևորելով Հայաստան դաշինքի, գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները մենք սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Սաղաթելյանի խոսքով Հույդան շարունակում է բանակցել ընդդիմադիր ուժերի հետ։ Հույդա-ԳՄ ներկայացուցիչը համոզված է, ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաները, ձևավորեն մի քանի ազդեցիկ բլոկներ։ Մեր գլխավոր նպատակը այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Հետևաբար
Քանի որ հնարավորություն չկա մեկ միասնական դաշինքով, առնվազն պետք է ամեն ջան գործադրել մի քանի խոշոր բլոկ ձևավորելու համար։ Սա է մեր մոտեցումը եւ այդ բլոկների հնարավորությունը կա ու արդեն դաշտում մի քանիսը նշմարվում է։ Բանտախցում ցրտի պատճառով տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորտ։ Գործարարի փաստաբանները մամուլի ասուլիսի ընթացքում առաջին անգամ են նրա առողջական վիճակի մասին պատմել։ Պաշտպանների խոսքով քրեակատարողական հիմնարկի բժիշկը անընդհատ պնդել է, թե Կարապետյանը առողջական խնդիրներ չունի, գիտակցելով, որ թոքաբորբը կարող էր խափանման միջոցի փոփոխության պատճառ դառնալ։ Այսինքն գտնվելով քրեակատարողական հիմնարկում, երկկողմանի թոքաբորբով անձ է լինում Սամվել Կարապետյանը, եւ դա չի ախտորոշվում, դա չի արձանագրվում։ Դուք պատկերացնում եք պայմանները։ Մեկ բողոք Սամվել Կարապետյանի կողմից սրա վերաբերյալ չի եղել։ Այլ հարց, թե արդյոք մենք որպես իր պաշտպաններ դա տեսել ենք, թե ոչ։ Մեր կողմից գրություններ գրվել են եւ պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են այդ ստուգումը բժշկական նվազագույն ապահովելու, մեզ գրություններով հայտնել են, որ ոչ մի խնդիր չի եղել, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել։ Միակ ճշմարտությունը այդ փաստաթղթերում մնացածը ամբողջությամբ հանցանքին հասնող անփութություն է։ Այն է, որ Սամվել Կարապետյանի կողմից գանգատներ չեն ներկայացվել։ Այդ փաստաթղթում միակ ճշմարտությունը դա է։ Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում ըստ իրանցի պաշտոնյայի զոհվել է մոտ 2000 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակիցներ։ Պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ ցուցարարների եւ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են տերորիստական խմբավորումներ։ Կանադայի կառավարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ Իսկ Թրամփը դիմել է իրանցիներին ու հորդորել շարունակել բողոքի ցույցերը։ Ես չեղյալ եմ հայտարարել բոլոր հանդիպումներն իրանցի պաշտոնյաների հետ մինչև ցուցարարների անիմաստ սպանությունների չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, գրել է Թրամփը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ օգնություն է նա ուղարկել իրանցի ցուցարարներին։ Գրենլանդիայի ղեկավարությունը հստակ իր դիրքորոշումն է արտահայտել։ Երկրի բնակիչները ըստ վարչապետի որևէ պարագայում չեն պատրաստվում միանալ Միացյալ Նահանգներին։ Վարչապետն ընդգծել է, որ եթե երբևէ ստիպված լինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ի եւ Դանիայի միջև, նրանք միանշանակ կընտրեն Դանիան։ Դանիայի ղեկավարը իր հերթին շեշտել է, որ դժվար է դիմակայել նույնիսկ ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող ճնշումներին։ Առաջիկայում Դանիայի արտգործնախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկելու Միացյալ Նահանգների պահանջները Դանիային պատկանող ինքնավար կղզու վերաբերյալ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում այսօր սպասվում են տեղումներ, որոշ շրջաններում բուք։ Ձյուն ու մերկասառույց է գրեթե ամբողջ երկրում, որոշ հատվածներում ճանապարհները փակ են բքի պատճառով։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16-ը աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով, Երևանում այսօր ցերեկը կլինի 1-ից 3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը թարմ նորություններով եթերում կլինի ժամը 12-ին, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։